Ողջույն Front TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Այսօր կխոսենք հեծի պետականացման մասին, ինչ ազդեցություն կունենա ներդրումային միջավայրում հեծի պետականացումը, ըստ էության քաղաքական հրահանգով հեծը խլում է։ Տեսեք, հենց այսօր ազգային ժողովը առաջի քննարկման եւ հաստատեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ կապված օրենքի մեջ փոփոխությունները եւ էներգետիկ ոլորտի։ Դա արդեն ազդանշան է բացասական առումով, որ գործընթացը բավականին լուրջ է եւ վերջնական նպատակը օրվա իշխանությունների հեծը պետականացնելը։ Հեծը պետականացնելու որևէ իրավական հիմք եւ հիմնավորում չի կարող լինի։ Սա պարզապես տնտեսական տերոր է կամ ժողովրդի մոտ արդեն հայտնի շրջանառվող խոսակցություն կա բիզնեսի խլում, այլ տարբերակ չի կարող լինի։ Բացասական ազդեցություն միանշանակ թողելու է, որովհետև հեծը դա բնական խոշոր մենաշնորհ կազմակերպություն է։ Էներգետիկ անվտանգության եւ ինքնաբավության կարևորագույն բաղկացուցիչ մաս է եւ հեծի գործունեության արդյունավետությունը որքան բարձր է, այնքան տնտեսության բիզնես միջավայրի եւ տնային տնտեսությունների վրա միանշանակ դրական է անդրադառնում։ Հեծի պետականացումը այս պայմանությամբ ոչ միայն Հայաստանի Հանրապետության բիզնես միջավայրն է աչալրջորեն հետևում, թե ինչ ընթացք է ունենալու վերջնական, այլ նաև միջազգային հանրությունը, որովհետև միայն այն, որ հեծի սեփականատեր Սամվել Կարապետյանի ձեռբակալությունը քաղաքական գործոնից ելնելով Ռուսաստանի կողմից եկող ազդակները, Ռուսաստանի պետական կառավարման բարձր մակարդակով, Ռուսաստանի եթերներով եւ այն process-ը, որ այսօր տեղի է ունենում Սամվել Կարապետյանի շուրջ եւ Տաշիր գրուպի շուրջ, որի մասն է կազմում նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցերը, չի կարող անմասը մնալ այն տնտեսվարող սուբյեկտների կողմից, թե երկրի ներսի, թե օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտների կողմից, որ ներդրումներ անեն Հայաստանի Հանրապետությունում, միանշանակ բացասական ազդեցություն թողնելու։ Առանց այն էլ 18 թվականին Հայաստանի Հանրապետության իշխանազավթումից այս կողմ այս ապաշնոր, ապազգային, ասենք, քաղաքական ուժը, որ իշխանությունը զավթեց, իր արտաքին եւ ներքին քաղաքականության արդյունքում մենք տեսնում ենք, որ տարի օտարերկրյա ներդրումները բավականին նվազել են եւ ոչ միայն նվազել են, այլ նաեւ կապիտալի արտահոսքել են եւ հերթական բացասական ազդակն է լինելու այն process-ը, որ այսօրվա իշխանությունները ստանձնել են հեծի պետականացման հակաիրավական ճանապարհով, բացասական է անդրադառնալու Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրի եւ ներդրումատնտեսության ակտիվության վրա։ Միայն այն, որ հեծը շուրջ 150 եւ ավելի միլիոն դրամի արկային պարտավորություններ ունի, միայն այն, որ հեծը շուրջ 8000 աշխատողներ ունի, միայն այն, որ հեծը պետականացվեց, մենք չունենալով էներգետիկայի նախարարություն, ասենք զավեշտ է, բայց իրականություն է, չունենալով էներգետիկայի նախարարություն, ով է կառավարել այդ ահռելի համակարգը։ Ինչպես են կառավարվել այն ֆինանսական ռեսուրսները, որը հեծը ունի շրջանառության մեջ։ Ինչպես է ներդրումային պորտֆելը վերանայվելու, եթե հեծը մենք պետականացնում ենք, շատ բարի, այդ 150 եւ ավելի միլիոն դոլար վարկային պարտավորությունները, որ ունի, դա աստիճանաբար պետք է որ վերածի պետական արտաքին պարտքի։ Եվ այն ներդրումային ծրագրերը կամ այն համագործակցության ծրագրերը, որ հեծը ուներ պայմանագրեր, ինչպես են այդ պայմանագրերը պահպանվելու կամ վերանայվելու են, ինչպիսի բացասական եւ դրական ազդեցություն է թողնելու Հայաստանի Հանրապետության թե տնտեսվարող սուբյեկտների համար, թե հասարակ տնային տնտեսությունների համար։ Միանշանակ բացասական ազդեցություն է թողնելու։ Արբիտրաժային դատարան եթե գործը մտավ, ինչ ելք կունենա։ Տեսեք, Սամվել Կարապետյանը ինքը բավականին, ասենք, խոշոր տնտեսվարող սուբյեկտ է եւ ոչ թե Հայաստանի, տնտեսվարող սուբյեկտների մակարդակով, այլ Սամվել Կարապետյանը պարբերաբար ֆորեքսն է անդրադառնում, Ռուսաստանի խոշոր 200 հարկատուների կամ խոշոր մեծահարուստներին այսինչ տեղն է զբաղեցնում է բավականին առաջատար։ Սամվել Կարապետյանը եթե որոշեց այն հակաիրավական process-ը, որ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ օրենսդիր իշխանությունը ստանձնել է, չի բացառվում, որ դիմի եվրոպական արբիտրաժային դատարան բողոքարկելու եւ նա դրա լիիրավ
իրավունքը ունի, որովհետև պարզ ակնհայտ երևում է, որ սա քաղաքական եւ տնտեսական տերոր է, այլ բան չի կարող լինել։ Սեփականատերը ձերբակալված է ինչ-որ կոչ անելու համար եւ ոտնձգություն է լինում իր բիզնեսի համար։ Եթե դիմես արբիտրաժային դատարան եւ դատը շահեց, իսկ չի բացառվում, որ դատը չի շահել, որովհետեւ լուրջ իրավաբաններ են զբաղվել, ոչ միայն իրավական տեսակ, այլ նաեւ տնտեսական առումով լուրջ իրավաբաններ, մասնագետներ են զբաղվել։ Եվ եթե դատը շահեց, միանշանակ դատը շահելուն հետեւյալն է լինում։ Այն ծախսերը, որը կատարվել է դատական process-ի ժամանակ, դրվում է պարտվող կողմի վրա։ Իդեմս Հայաստանի Հանրապետության կառավարության այն նյութական վնասները, որ այս պահի դրությամբ արդեն իսկ կրում է հեծը, այդ նյութական վնասները միանշանակ նորից պետք է դրվի կառավարության վրա։ Եվ այն տուժ տուգանքները, բարոյական փոխհատուցումները միանշանակ այդ ամբողջ ֆինանսական ողջ պարտավորությունը որպես պարտվող կողմ ստանձնելու Հայաստանի Հանրապետության կառավարություն եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարություն Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը կամ քաղաքական ԿՊԱ-ական խմբակը կամ գործադիր իշխանությունը ոչ թե իրենց աշխատավարձով են այդ տուժ տուգանքները, այդ վնասները փակելու, այլ Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացին իր ամեն օրվա կենցաղավարության արդյունքում միանշանակ բացասական ազդեցություն է տվել։ Եթե գործը հասավ նրան, որ Տաշիր գրուպը վերջնականապես որոշում կայացրեց մտնի միջազգային արբիտրաժային դատարան, 99% հավանականությամբ շահելու է այդ գործը, հակաիրավական է, եւ արդյոք մեր պետությունը նաև այդ քայլերը հաշվարկել է թե ոչ, որտեղ այն որ դու պետականացնում ես իշխանությունը քո ձեռքում է, լծակը քո ձեռքում է, ան ինչպես ուզում ենք դնենք, խլել կլինի, տնտեսական տերոր կլինի, կամ անարդյունավետ է իբր հեծա աշխատում վերցնել, այլ բան է, բայց դու նաև պետք է հաշվարկ անես, որ տնտեսվարող սուբյեկտը կարող է դիմել արբիտրաժային դատարան, միայն զուտ այն գործոնից ելնելով, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության հստակ նշված է, որ սեփականության իրավունքը անխախտելի իրավունք է, հետևաբար տնտեսվարող սուբյեկտը, եթե զգաց, որ իր իրավունքները ոտնահարվում են, իսկ այն որ ոտնահարվում է, դա միանշանակ է, լիիրավ իրավունք ունի մտնելու եվրոպական արբիտրաժային դատարան։ Հուլիսի 4-ին ի պաշտպանություն բարերար գործարար Սամվել Կարապետյանի հավաք է լինելու, այնուհետև երթ մինչև Սամվել Կարապետյանի կալանավորման վայրը, այսինքն ԱԾ-ի պատվար, եւ այսօր էլ հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնացել է հեծի աշխատողներին, ասեմ մասնավորապես ինչ է գրել, հեծի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր հեծ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։ Հեծի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։ Նրանք, ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այնքան վստահ է, որ հեծը կանցնի պետականացմանը, որ նա արդեն սպառնում է հեծի աշխատողներին եւ ասում է, եթե ձեզ հավաքին չմասնակցելու համար աշխատանքից ազատեն, դուք հուլիսին նորից կվերականգնվեք աշխատանքի։ Տեսեք, Սամվել Կարապետյանին ձերբակալեցին, որ նա ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու ասեց, որ եթե քաղաքական ուժերը անդիմադիր դաշտի չկարողանան քայլեր ձեռնարկեն, ապա մենք կփորձենք ինչ-որ քայլեր ձեռնարկենք։ Դա օրվա իշխանությունները դիտեցին որպես սպառնալիք ահաբեկչություն կամ սպառնալիք ինչ-որ ձևաչափ եւ հիմք հանդիսացավ Սամվել Կարապետյանին նախնական 2 ամսով կալանքի տակ վերցնել, որը նույնպես հակաիրավական, որտեղ յուրաքանչյուր հայորդի, անկախ նրանից տնտեսվարող սուբյեկտ է պարզապես Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացի, իրավունք ունի իր կարծիքը հայտնել այն խայտարակությունը, որը տեղի է ունենում հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը դուք մեր մերում արեցիք, այո, ես ինքս անձամբ կարդացել եմ, գիտեք ծիծաղել եմ, որ այդ ամբողջ տեքստը կարդալով Հայաստանի Հանրապետության թիվ 1 ղեկավարի պաշտոնը եւ ի դժբախտություն հայ ժողովրդի ահաբեկչության կոչ է անում։
Սպառնալիքը հենց դա է։ Եթե դուք մասնակցեք, այսպես կանեք, եթե դուք չմասնակցեք, այսպես անեք, եթե դուք մասնակցեք, այսպիսի հետևանքներ կունենաք, ես կշտկեմ, եթե դուք չմասնակցեք, այսպիսի հետևանքներ ունենան, ես կշտկեմ։ Իմ մոտ այնպեսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը արդեն պետականացրել է հեծը եւ հակաիրավական հերթական քայլերով փորձում է 8000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտությունը հսկել, հա, Նիկոլ Փաշինյան 8000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը իր ամեն օրվա աշխատանքի արդյունքում ապահովում է անխափան էլեկտրաէներգիայի մատակարարումը տնտեսության բոլոր ոլորտներում եւ տնային տնտեսություններում շուրջ 1 միլիոն բաժանորդ։ Դուք ո՞նց եք սպառնում այդ քաղաքացիներին։ Դուք կարող եք սպառնել ձեր 12 նախարարներին։ Դուք կարող եք սպառնել ձեր падգամավորներին։ Բայց երկրի վարչապետը եւ բարոյական եւ իրավական առումով իրավունք չունի միջամտություն ունենալ որևիցե մի տնտեսվարող սուբյեկտի սեփականության, առավել եւս այդ սեփականության մասը կազմող աշխատուժի կամ արտահայտության կուզեն միտինգներին կմասնակցեն, կուզեն ի աջակցություն, կուզեն այս, չէ՞ որ վերջի վերջում այդ 8000 մարդը շուրջ 10 տարի Տաշիր գրուպի մասը կազմող հեծի աշխատակիցներ են, կոլեկտիվ են մեծ։ Չէ՞ որ այդ 8000 աշխատողները ամեն աստծու օր իրենց աշխատանքի արդյունքում գեներացնում են հարկային եկամուտներ պետական բյուջեն։ Չէ՞ որ հեծը հանդիսանում է խոշոր լավագույն հարկատուների ցուցակի առաջատար դիրքերում։ Եթե դուք խնդիր եք դրել ձեր առջև Հայաստանի Հանրապետության կարևորագույն էներգո համակարգերից մեկը կազմաքանդել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը եւ ազգաբնակչությանը մթության մեջ, իսկ տնտեսությունը էներգետիկ ճգնաժամի եզրին կանգնեցնել եւ հիմնովին քանդել Հայաստանի Հանրապետությանը, այո, դուք իրավունք ունեք նման հակաիրավական կոչեր անել, այո, դուք իրավունք ունեք հեծը տնտեսական տերորի ահաբեկչության միջոցով ապետականացնել, ենթադրենք դուք կարողացաք հեծը պետականացնել, հաջորդը ո՞րն է լինելու, Հարավկովկասյան երկաթգիծը, Գազպրոմ Արմենիա, Վիոլա ջուրը, հաջորդը ո՞րն է լինելու, եթե դուք հեծը պետականացնում եք, Այդ դեպքում եկեք չմոռանանք, եւ դա նաեւ հակառուսական երանգ կա իր մեջ, եկեք չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետության ատոմակայանի վերազինման, ֆինանսական կառավարման իրավունքը տրված է Ռուսաստանին, այո, ատոմակայանը շեշտում է պետական սեփականություն, բայց կոնսենսիոն հիմունքներով տրված է Ռուսաստանի Ռոսատոմի կառավարության իրավունքի ներքո, այսինքն հեծը պետականացնելուց հետո դուք արդեն անցնելու եք ատոմակայանի կառավարման, ֆինանսների կառավարման եւ առհասարակ վերազինման կառավարման իրավունքը վերցնեք։ Հաջորդը որ այդ զառացանք դարի խաղաղության խաչմերուկ, եթե ըստ տրամաբանության գնանք, այս ամբողջ փազլը մենք բացենք եւ փորձենք հավաքել, հետեւյալ պատկերն է։ Ատոմակայան, 2 ջերմաէլեկտրոկայան, 11 խոշոր հիդրոէլեկտրակայաններ, 1 հողմակայանը Հրազդանի եւ այն արևային էլեկտրաէներգիայի կայանները, որը եւ տնային տնտեսությունները իրենց բնակարանների, տանիքներում եւ այլը տեղադրում են եւ պարզապես տնտեսական գործունեություն, բաց տարածքներում տեղանում, այսինքն առաջնային, համակերպեներգո համակարգի առաջնային հատված, որոնք էլեկտրաէներգիա են արտադրում, արտադրելուց հետո գալիս է բեցի։ Բեցը դա վերավաճառողն է, որը պետական սեփականություն է։ Հեծն էլ վերցնելով, ատոմակայանի կառավարման իրավունքը վերցնելով, Հրազդանի 5-րդ ջեկի էներգաբլոկը ռուսերին է պատկանում վերցնելով, մի ամբողջ էներգետիկ համակարգը կենտրոնացնում ես քո ձեռքում, եւ դա դարձնելու ես մահակ տնտեսվարող սուբյեկտների եւ հասարակ քաղաքացիների համար եւ դա դարձնելու է մահակ Ռուսաստանի դեմ ինչ-որ կոմպրոմիսային շանտաժային process-ների հետ կապված, թե հետին մտքեր կան, որ ուզում ես հեծը վերցնել, խոսակցություններ կան, որ ուզում են վաճառեն թուրքերին կամ տան թուրքերի կառավարման իրավասության ներքո
Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ առհասարակ 2021 թվականին, երբ որ ձեզ ձայն տվեց եւ վերընտրվեցիք ցավոք սրտի, դուք ձախողել եք ձեր կառավարության ողջ ծրագիրը։ Դուք ոնց եք պատրաստում 8000 աշխատուժ ունեցող եւ Հայաստանի Հանրապետության բացարձակ բնական մենաշնորհ էլեկտրաէներգիայի ձեռքբերման եւ վերջնական սպառման հանգույցը պետականացնեք եւ կառավարեք։ Եթե դուք չունեք էներգետիկայի նախարարություն, եթե դուք չունեք անգամ համապատասխան մասնագետներ երկիրը ճիշտ կառավարելու, դու ինչպես եք կարողանալ կառավարել այդ կարևորագույն ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող կառույցը։ Չէ՞ որ էլեկտրաէներգիան այն եզակի ապրանքն է, որը հնարավոր չի պայստավորել եւ ամբարել։ Այն արտադրվում է միջնորդ բեցի միջոցով փոխանցվում է հեցին եւ հեցը վերջնական սպառումն է իրականացնում։ Դուք ուզում եք մի ամբողջ էներգետիկ համակարգ պայթացնեք, ձեզ մոտ հիանալի կստացվի, եթե դուք դա պետականացնեք։ Բայց պետականացնելուց հետո ես նաեւ ռիսկեր եմ տեսնում սակագների բարձրացման մեջ։ Ինչու՞։ Որովհետեւ արդեն խոսակցություններ եւ հայտարարություններ կան, եթե պետականացվեց, ցավոք սրտին ստվում է պետականացնելու են, եթե պետականացվեց 30% աշխատողների աշխատավարձը բարձրացնելու են։ Հարց է առաջանում։ Ենթադրենք 100 միլիոն դրամ յուրաքանչյուր ամիս աշխատողների աշխատավարձի ֆոնդն է 30% բարձրացնելով դառնում է 130 միլիոն դրամ, ճիշտ է 30 միլիոն դրամ ամսական լրացուցիչ ֆինանսական ռեսուրս պետք է գեներացնի հեցը, էական չի ով կառավարելու, շարունակելու է կառավարել տաշիր գրուպը, եթե պետականացվի արդեն այս մեխանիզմը նոր կգործի, եւս 30 միլիոն պետք է ֆինանս գեներացվի։ Տարեկան անում է 360 միլիոն դրամ։ Պլյուս 12 հատ 100 միլիոն անում է 1 միլիարդ 200 միլիոն դրամ։ Այս երկու գումարը իրար գումարելու բացասական անդրադառնալու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վրա, որը շղթայական ռեակցիա է լինելու նույն ջրի սակագնի բարձրացման վրա, նույն գազի բարձրացման վրա, տնտեսության ոլորտում արտադրվող բոլոր ապրանքատեսակներ եւ մատուցող ծառայությունների վրա եւ էլեկտրաէներգիան լինելով եւս երկու սպეციფიկ առանձնահատկություն ունի, որ ոչ միայն էլեկտրաէներգիան սպառում ենք տնտեսության ոլորտներում, որը միանշանակ հաշվարկվում է արտադրող ապրանքի ինքնարժեքի մեջ, այլ նաև էլեկտրաէներգիան սպառում են հասարակ տնային տնտեսություններ։ Այ մենք հիմա տաղավարում նստած, այս բան մենք էլեկտրաէներգիա ենք սպառում։ Թեպետ մենք ապրանք չենք արտադրում, մեր բնակարաններում սպառում, այսինքն քաղաքացին վճարելու է թանկացած ապրանքների, թանկացած մատուցող ծառայությունների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում եւ միաժամանակ վճարելու է իր բնակարանում, իր կենցաղավարության արդյունքում։ Եթե մենք այդ խնդիրը ունենք, այո, պետականացնենք։ Բայց այդ խնդիրը լուծելու մենք էլ ավելի շատ խնդիրներ ենք առաջացնելու։ Ես ինքս տնտեսագետ լինելու դեմ եմ խոշոր բնական մենաշնորհները, լինեն պետական սեփականություն, որովհետև պետությունը ինքը չի կարող լինել լավ տնտեսվարող սուբյեկտ։ Պետությունը չի կարող լավ վարչարարություն իրականացնել։ Պետությունը պարզապես ունի մի ֆունկցիա, օրվա իշխանությունները, որ կարողանա երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունը ճիշտ կազմակերպեն, բայց իրանք չեն կարող լինել լավ տնտեսվարող սուբյեկտներ, որովհետեւ պետության կողմից նշանակվող պաշտոնյան, որպես տնօրեն, ինքը ռիսկեր չի կրում, ֆինանսական ռիսկեր չի կրում, ինքը աշխատավարձով նշանակված տնօրեն է լինելու, հեցի պարագայում վերցնեմ։ Սամվել Կարապետյանը ռիսկեր է կրում վարկային ռեսուրսներ ներգրավելով, ռիսկեր է կրում 8000 աշխատողների համար պատասխանատվություն կրելով, ռիսկեր է կրում անխափան էլեկտրաէներգիա մատակարարել տնտեսության եւ հասարակ քաղաքացիների բնակարաններում, ռիսկեր է կրում առհասարակ բիզնեսի արդյունավետության եւ զարգացման եւ կատարելագործման եւ բարեփոխման համար։ Հիմա Սամվել Կարապետյանը ավելի շատ սրտացավ կլինի հեցի կառավարման մեջ, թե ոմն պետության կողմից նշանակված, ասենք, ոմն Պողոս Պողոսյանը, միանշանակ ոմն Պողոս Պողոսյանը, որքան է լինի լավ մասնագետ, ինքը այդ սրտացավությունը չի կարող, ինչու որտեղ ինքը սեփականատիրոջ հոգեբանությամբ չի կառավարելու հեցը։ Իսկ Սամվել Կարապետյանը եւ իր աշխատակազմը կառավարման ապարատը սրտացավորեն են հեցին մոտիկանում, ինչու որտեղ հեցը դա մասնավորի հոգեբանությունն է տվել իրանց։ Իսկ ոմն մեկը, որ պետության կողմից նշանակվեց, նա պարզապես կամակատար չինովնիկ է լինելու, իսկ չինովնիկը չի
կարող արդյունավետ բիզնես կառավարել։ Դրա վառ օրինակը միասեփականության մոդել Սովետական միությունն էր, որը 70 տարվա ընթացքում կազմաքանդվեց արտահայտելի ռեսուրսներ ունենալով։ Իսկ կապիտալիստական աշխարհը բազմասեփականության մոդելը որդեգրելով արդյունավետ զարգանում է, ինչը որտեղ մասնավոր ավելի ճիշտ է կառավարում, ավելի ճիշտ է ազդակներ ընդունում շուկայից եկող, ավելի ճիշտ է ներդրում այն մեխանիզմները, բարեփոխական մեխանիզմներ ընդունում, որտեղ իր սեփականությունն է։ Նա ուզում է ավելի արդյունավետ լինի եւ ավելի ինչու որ գեր շահույթ ունենա։ Իսկ պետական չինովնիկը պարզապես աշխատավարձով աշխատող մարդ է։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։ Ես շնորհակալ ձեզանից։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը։ Կհանդիպենք։